Ուկրաինական ուժերը իսկապես հարձակվել են Ղրիմի կամրջի վրա, բայց այն չի վնասվել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պայթյուն իսկապես տեղի է ունեցել, ոչինչ չի վնասվել, կամուրջը գործում է, ասել է Կրեմլի խոսնակը։ Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտնել էր, որ հարվածել է Ղրիմի կամրջին եւ այն գտնվում է վթարային վիճակում։ Ռուսական կողմը նշում է, որ հարձակումների վտանգի պատճառով անցումը 2 անգամ կարճ ժամանակով փակվել է, բայց դա լուրջ երթևեկության դժվարություններ չի առաջացրել։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը օտարերկրյա լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սիրիայում գտնվող թուրքական ռազմական ներկայությանը։ Այս մասին գրում է Ermeni Haber-ը։ Ինչպես հայտնի է, վերջին տարիներին Թուրքիան քրդական ուժերի դեմ մի շարք խոշոր ռազմական գործողություններ է իրականացրել, որոնց հետևանքով Սիրիայի հյուսիսը դեռևս Սիրիայի նախկին նախագահի ժամանակաշրջանից փաստացի հայտնվել էր թուրքական բանակի վերահսկողության տակ։ Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Թուրքիայի զինված ուժերը դուրս կգան Սիրիայից, քանի որ ներկայիս Սիրիայի իշխանություններն ունեն բարիդրացիական հարաբերություններ Անկարայի հետ։ Թուրքիան կվերագնահատի Սիրիայում իր ռազմական վիճակը, երբ ահաբեկչական սպառնալիքն ամբողջությամբ վերացվի, սահմանների անվտանգությունն ապահովվի, իսկ փախստականներն ապահով վերադառնան իրենց տներ, նշել է նա։ Նշենք, որ չնայած քրդական ուժերին հասցված ծանր կորուստներին, նրանք դեռևս Սիրիայի որոշ շրջաններում պահպանում են ներկայություն։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խորհրդակցել է գործընկերների հետ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ գործ ունենալու վերաբերյալ հունիսի 5-ին նախատեսված իր առաջին հանդիպումից առաջ։ Նա Գերմանիայի իր դաշնակիցներին հստակեցրել է, որ չի հակաճառի Թրամփին, ի տարբերություն Վլադիմիր Զելենսկիի, որի փետրվարյան այցն ավարտվեց սկանդալով, հաղորդում է Bloomberg-ը։ Գերմանիայի մի պաշտոնյա գործակալությանը հայտնել է, որ Մերցին խորհուրդ են տվել թույլ տալ Թրամփին վարել զրույցը եւ ոչ մի դեպքում չընդհատել նրան։ Եթե կանցլերը ընդհատում էր նախագահի ելույթը, նրան խորհուրդ էին տվել մեղմել իրավիճակը, գովաբանելով ամերիկացի քաղաքական գործչին։ Ինքը Մերցը, ով կարող է լինել տաքարյուն եւ ագրեսիվ քաղաքական գործիչների հետ շփվելիս, խոստացել է, որ բացահայտ չի հակաճառի Թրամփին, ինչպես դա արեց Զելենսկին, գրում է գործակալությունը։ Վաշինգտոն կատարելիք այցից առաջ Մերցը զրուցել է եվրոպացի գործընկերների հետ, ովքեր կարողացել են լավ հարաբերություններ հաստատել Թրամփի հետ։ Մասնավորապես կանցլերը խորհուրդ է խնդրել Իտալիայի վարչապետ Ջորջո Մելոնիից եւ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբից։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ուկրաինային հրավիրել է Հաագայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովին։ Այս մասին Ռյուտեն հայտարարել է կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների հունիսի 5-ին կայանալիք հանդիպումից առաջ մամուլի ասուլիսում։ Ես Ուկրաինային հրավիրում եմ գագաթնաժողովին, մենք շուտով նրան կներկայացնենք ծրագիրը, ասել է Ռյուտեն։ Նա չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Ուկրաինան կհիշատակվի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ, սակայն ընդգծել է, որ թեման կքննարկվի։ Գլխավոր քարտուղարի խոսքով գագաթնաժողովն ամբողջությամբ նվիրված կլինի դաշինքի ռազմական կարողությունների եւ ծախսերի ավելացմանը։ Ռուսաստանը կարող է մարտի դաշտում օգտագործել մարտավարական միջուկային զենք ի պատասխան ռուսական օդանավակայանների վրա ահաբեկչական հարձակման։ Այս մասին Daily Mail-ին հայտնել է բրիտանացի գնդապետ Ռիչարդ Քեմփը։ Պուտինը բազմիցս զգուշացրել է, որ պատրաստ է մարտի դաշտում օգտագործել այսպես կոչված տակտիկական միջուկային զենք, հաճախ այդ սպառնալիքները հնչեցնելով պետական վերահսկողության տակ գտնվող ռուսական լրատվամիջոցներում իր կամակատարների միջոցով։ Ըստ թերթի հոդվածի ամերիկան բազմիցս զգուշացրել է, որ չի հանդուրժի Ռուսաստանի մարտավարական միջուկային զենք կիրառել։ Այնուամենայնիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տատանվել է Եվրոպան պաշտպանելու իր երկրի հանձնառությունից, ուստի Ռուսաստանը կարող է որոշել, որ արժե ռիսկի դիմել։ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել հունիսի 3-ից դադարեցնել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները։ Նշենք, որ դատական օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, որին ԲԴԽ-ն հղում է կատարել Պողոսյանի լիազորությունները դադարեցնելու որոշման մեջ, սահմանում է, որ դատավորի լիազորությունները դադարեցվում են, եթե նա ունի դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու դատավորի լիազորությունները կամ հրաժարվել է անցնել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտադիր բժշկական զննությունը։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության պետի նախկին տեղակալ Հայկազ Յուրիկի Մկրտչյանից եւ վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևան քաղաքում գտնվող երկու անշարժ գույք, 1 շարժական գույք, 1 իրավաբանական անձում մասնակցության իրավունք, 1 գնման իրավունք, 38 միլիոն 118 հազար դրամ որպես ապօրինի եկամուտների եւ միջոցների մնացորդ, 5 միլիոն 255 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում 2024-ից 2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 6-ին Աբխազիայի արտաքին գործերի նախարար Օլեգ Բարցիցի հետ կքննարկի անվտանգության ոլորտում համագործակցության եւ համատեղ սոցիալ-տնտեսական նախագծերի իրականացման հարցեր, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հունիսի 6-ին Մոսկվայում կկայանա հանդիպում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի եւ Աբխազիայի հանրապետության արտաքին գործերի նախարարի միջև, ով այս տարվա ապրիլին պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին աշխատանքային այցով կայցելի Ռուսաստան։ Նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի լայն շրջանակ, որոնք կրում են դաշնակցային բնույթ։ Կքննարկվի տարածաշրջանային եւ միջազգային օրակարգը, շեշտը դնելով անվտանգության ոլորտում համագործակցության եւ համատեղ սոցիալ-տնտեսական նախագծերի իրականացման, ինչպես նաև Աբխազիայի հանրապետության արտաքին քաղաքական դիրքերի ամրապնդման վրա, ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։ Իրանը շատ բան է զոհաբերել իր միջուկային արդյունաբերությունը զարգացնելու համար եւ չի կնքի գործարք Միացյալ Նահանգների հետ առանց պահպանելու իր տարածքում ուրանը հարստացնելու հնարավորությունը, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Իրանը թանկ է վճարել այս հնարավորությունների համար եւ չկա որևէ սցենար, որի դեպքում մենք կհրաժարվենք այն հայրենասերներից, ովքեր մեր երազանքը իրականություն դարձրին։ Կրկնում եմ, առանց հարստացման, առանց գործարքի, առանց միջուկային զենքի, առանց գործարքի, գրել է նա X-ում։ Գերագույն ռադան երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հաստատել է Ուկրաինայի բյուջետային օրենսգրքի փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Միացյալ Նահանգների հետ հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագրի իրականացման համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի անդամ Յարոսլավ Ժելեզնյակը։ Ռադան վերջապես հաստատեց բյուջետային օրենսգրքի փոփոխությունները, որոնք ուղղված են համաձայնագրի իրականացմանը։ 309 պատգամավոր քվեարկեց կողմ, երկրորդ ընթերցմամբ տեքստում գրեթե ոչինչ չի փոխվել, գրել է նա իր Telegram ալիքում։ Ավելի վաղ Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն նշել էր, որ համաձայնագրի պայմանները կյանքի կոչելու համար Ուկրաինան ստիպված կլինի փոփոխություններ կատարել ոչ միայն բյուջետային օրենսգրքում, այլև հնարավոր է հարկային օրենսգրքում եւ մի շարք այլ ֆինանսական օրենսդրության փաստաթղթերում։ Ժելեզնյակն իր հերթին նշել է, որ Ուկրաինան ստիպված կլինի փոխել մոտ 20 օրենք Միացյալ Նահանգների հետ համաձայնագիրը կյանքի կոչելու համար։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների համար նոր հանդիպումների ժամկետները կախված են կողմերի պատրաստակամությունից։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Այստեղ հավանաբար քիչ հավանական է, որ որևէ ցիկլ կարող է ստեղծվել, ասենք ստանդարտացված ցիկլ։ Դա կախված է կողմերի պատրաստակամությունից շարունակելու յուրաքանչյուր փուլը, լրագրողներին ասել է Պեսկովը։ Նա նշել է, որ բանակցություններ են իրականացվում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի կազմակերպման շուրջ, եւ այդ ընթացքում իրենք ընդունելի ժամկետները կհասկանան հաջորդ հանդիպումների համար։ ԱՄՆ Սենատը պատրաստ է ընդունել Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագիծ։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։ Ըստ հատուկ ներկայացուցչի անցած շաբաթ նա այդ հարցը քննարկել է սենատոր Լինսի Գրեհեմի հետ։ Նա կարծիք է հայտնել, որ սենատորները պատրաստ են գործելու։ Նրանք այն անվանել են 2025 թվականին Ռուսաստանի պատժամիջոցների ակտ, եւ ես կարծում եմ, որ Գրեհեմն արդեն պատրաստել է դրանք ընդունման համար, ասել է Քելոգը։ Նա ավելել է, որ այս սահմանափակումները շատ կոշտ են լինելու։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ընդունում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը, բայց միևնույն ժամանակ առաջընթաց է տեսնում Ուկրաինայի շուրջ բանակցություններում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։ Մայիսի վերջին Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու իր դժկամությունը բացատրեց նրանով, որ դրանց խստացումը կարող է վնասել ուկրաինական հակամարտության շուրջ, ուկրաինական կարգավորման շուրջ երկխոսությանը։ Պարզապես այն փաստը, որ եթե ես կարծում եմ, որ մոտ եմ համաձայնության, չեմ ուզում այն փչացնել, ասել է Թրամփը։ Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Բելգորոդի մարզի տարածքում ոչնչացրել են 6 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Այս տարվա հունիսի 3-ին Մոսկվայի ժամանակով ժամը 11-ից մինչև 19 ընկած ժամանակահատվածում հերթապահության մեջ գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերը Բելգորոդի մարզի տարածքում ոչնչացրել են ուկրաինական 6 ինքնաթիռ անօդաչու թռչող սարքեր, ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի քան 150 տարի առաջ Հայաստանում հիմնադրված ռուսական ամենահին բնակավայրերից մեկը նոր մանկապարտեզ կունենա։ Հունիսի 2-ին տեղի է ունեցել Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի նոր մանկապարտեզի հիմնարկիքի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը, Ռուսական մարդասիրական առաքելություն կազմակերպության գլխավոր տնօրեն Սերգեյ Շևչուկը, Հարավկովկասյան երկաթուղի ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Ռոսատոմի ներկայացուցիչ Վյաչեսլավ Պրոշկինը, Հայաստանում գիտության եւ մշակույթի ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը եւ տեղական համայնքի ղեկավար Ալեքսեյ Չիչևը։ Այս մասին հաղորդում է Եվրոմեդիա 24-ի թղթակիցը։ Նախագիծն իրականացվում է Ռուսաստանը ձեզ հետ է նախաձեռնության շրջանակում Ռոսսոտրուդնիչեստվոյի ռուսական մարդասիրական առաքելություն կազմակերպության հատուկ նախագծերի եւ գործարար համայնքի հետ համագործակցության հանձնաժողովի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ։ Մանկապարտեզը նախատեսված է թվով 50 երեխայի համար եւ զբաղեցնելու է 400 քառակուսի մետր տարածք։ Մանկապարտեզի հիմնարկեքի կապակցությամբ Ֆիոլետովոյի մոլոկան բնակիչներին ուղերձ է հղել Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Եվգենի Պրիմակովը նշելով. «Դուք պետք է իմանաք, որ Ռուսաստանը հիշում է ձեզ, Ռուսաստանը սիրում է ձեզ եւ Ռուսաստանն անչափ գնահատում է ձեզ։ Դուք պահպանում եք մեր ավանդույթները, լեզուն։ Դա մեծ սխրանք է եւ այս նախագիծը եւս մի հնարավորություն է ցույց տալու, թե ինչպես է պետք դա անել»։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր ելույթում նշել է, որ նոր մանկապարտեզի հիմնադրումը երեխաների ու ընտանիքի պաշտպանության հարցում Ռուսաստանի առանցքային ազգային առաջնահերթությունների արտացոլումն է։ То, что мы открываем здесь сегодня, это, конечно, очень важно. Детский сад, это, об этом здесь не нужны комментарии. Вчера мы отмечали все День защиты детей. И в своем приветствии по случаю этого праздника президент России четко обозначил, что продвижение семейных ценностей, создание условий для реализации таланта детей – это ключевые национальные приоритеты. И вот то, что происходит здесь сегодня, это иллюстрация хорошая вот этих слов. Я хочу пожелать, чтобы вот тот детский сад, который, я уверен, будет построен и будет играть очень важную роль в жизни молоканской общины, стал примером очень хорошей, успешной инвестиции в наше общее будущее молоканской общины, будущее Республики Армения и, конечно, будущее российско-армянских отношений. Փարիզը մտադիր է 2026 թվականին Կիևին լրացուցիչ 200 միլիոն եվրո հատկացնել ենթակառուցվածքների վերականգնման համար։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի եւ Ուկրաինայի վարչապետներ Ֆրանսուଆ Բայրոյի եւ Դենիս Շմիգալի միջև Փարիզում կայացած բանակցություններից հետո Ֆրանսիայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։ Նպատակն է 2026 թվականից սկսած Ուկրաինայի տնտեսության կարևորագույն ենթակառուցվածքներին եւ առաջնահերթ ոլորտներին աջակցելու համար լրացուցիչ միջոցներ հատկացնել 200 միլիոն եվրոյի չափով, ասվում է տեքստում։ Փարիզը նախկինում նմանատիպ նպատակների համար հատկացրել էր 200 միլիոն եվրո։
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է քննչական կոմիտեում։ Լուրը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են քննչական կոմիտեից։ Նշենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին եւ միայն 2 տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում։ Այնինչ պետք է լիներ ամենաառաջին հարցաքննվողների ցանկում։ Ըստ մամուլի գործը հարուցվել է Սամվել Բաբայանի հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների եւ հոկտեմբերի 26-ին ներկայացրած հաղորդման հիման վրա։ Մարդիկ Հայաստանում հիմա 50%-ով ավելի լավ են ապրում, քան 2018-ին։ Այս մասին ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծել է, որ 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձը եղել է գրեթե 174,000 դրամ, 2025 թվականի ապրիլին 304,000 դրամ։ Միջին աշխատավարձի աճը կազմել է 130,000 դրամ կամ 70%։ Փաշինյանի խոսքով նույն ժամանակահատվածում կൂട്ടակային գնաճը կազմել է 25%։ Սիրելի ժողովուրդ, փակեք ձեր ականջները, մի լսեք Նիկոլին եւ կտեսնեք իրականությունը։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է Հայաստանի ազգային ժողովի նախկին падգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Նրա խոսքով վարչապետ Նիկոլ Փաշինյանի արածները կապ չունեն իր խոսքերի հետ։ Ինքը միշտ ասում է, ինչ ժողովրդի մեծամասնությունը այդ պահին ցանկանում է լսել։ Իր հայտարարություններն ու բանավոր խոսքերը ոչ մի կապ չունեն իր իրական քայլերի հետ։ Ես միշտ այս օրինակներ եմ ասում, սիրելի ժողովուրդ, ձեր ցավը տանեմ։ Նիկոլ Փաշինյանի մասին կարծիք կազմելու համար մի հատ առաջարկում եմ ձեզ փոքր վարժություն։ Փակեք ձեր ականջները, ոչ մի բան մի արեք, պատկերացրեք դուք չեք լսում իրեն։ Մենակ նայում եք։ Այսինքն տեսնում եք այն ինչա կատարվում երկրում, փոփոխությունները, դրական բացը։ Մի լսեք, փակեք ականջները։ Դուք կտեսնեք, որ գործ ունեք շարքային, փողոցային ամենավերջին սուտասան շարլատանի հետ։ Պետք է ընդամենը 2 մատով փակել, որոշ ժամանակ հետևել տեղի ունեցողը։ Իսկ ինքը շատ լավ գիտի, ինչ եք ուզում լսել դուք այդ պահին, թալանը, խաղաղությունը, Ռուսաստանն է մեղավոր, նախկինները, այս սաղ, վերջում իմաստն է, որ ինքը ուղղակի շարունակի մնալ այդ աթոռին սոսնձված։ Թեհրանը պատրաստ է քննարկել Միացյալ Նահանգների կողմից առաջարկված տարածաշրջանային ուրանի հարստացման կոնսորցիումի ստեղծումը որպես Վաշինգտոնի հետ հնարավոր միջուկային համաձայնագրի մաս, բայց միայն այն դեպքում, եթե այն գործի Իրանի տարածքում։ Կողմերը կարող են շարունակել բանակցությունները արդեն այս շաբաթվա վերջին, հաղորդում է Axios-ը հողմանելով անանուն բարձրաստիճան իրանցի պաշտոնյայի։ Եթե կոնսորցիումը գործում է Իրանի տարածքում, այն կարող է դիտարկվել, սակայն եթե այն գտնվում է երկրի սահմաններից դուրս, այն անպայման դատապարտված կլինի ձախողման, ասել է պորտալի աղբյուրը։ Axios-ը հաղորդում է, որ կոնսորցիումը, որը բացի ԱՄՆ-ից եւ Իրանից կներառի Սաուդյան Արաբիան, Արաբական Միության Էմիրությունները, Քաթարը եւ Թուրքիան կգործի միջազգային ատոմային էներգիայի գործակալության տեսուշների հսկողության ներքո եւ միջուկային վառելիք կմատակարարի այն երկրներին, որոնք ձգտում են զարգացնել իրենց քաղաքացիական միջուկային ծրագրերը։ Պորտալի տվյալներով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների 6-րդ փուլը ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանոր Ստիվեն Ուիտկովի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի մասնակցությամբ կարող է տեղի ունենալ այս առաջիկա շաբաթվա վերջին Մերձավոր Արևելքի երկրներից մեկում։ Կանադայի Սասկաչևան նահանգում անտառային զանգվածային հրդեհները ոչնչացրել են ավելի քան 400 տուն, իսկ իշխանությունները տարհանել են 9000 մարդու, հաղորդում է CBC-ն։ Regina Leader Post թերթը մայիսի 30-ին հաղորդել է, որ Սասկաչևանի պաշտոնյաները արտակարգ դրություն են հայտարարել արագ տարածվող անտառային հրդեհների պատճառով, որոնք այդ պահին ստիպել էին տարանվել ավելի քան 8000 մարդու։ Ավերվել են ավելի քան 400 բնակելի շենքեր եւ շինություններ, տարհանվել է 9000 մարդ, ասվում է զեկույցում։ Հերոստալիքի տվյալներով նահանգի վարչապետ Սկոտ Մոուն հայտարարել է, որ տարհանվածների թիվը առաջիկա օրերին կարող է հասնել 15000-ի։ Brexit-ի նախկին բանակցող եւ Եվրահանձնաժողովի նախկին փոխնախագահ Միշել Բարնիեն մեղադրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին Եվրամիությունը ղեկավարելիս ավտորիտարիզմի ուղու մեջ, հաղորդում է Պոլիտիկոն հղում անելով
Բարնիեի «Ինչ սովորեցի քեզանից» գրքին, որը հրապարակվել է հունիսի 4-ին։ Բարնիեն մեղադրում է իր նախկին ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում ավտորիտար դառնալու մեջ։ Գրում է հրատարակությունը։ Նրա խոսքով Բարնիեն նաև քննադատել է մյուս եվրոպացի հանձնակատարներին ավելի շատ տեխնոկրատներից վարվելու համար, նշելով Եվրահանձնաժողովի անբավարար ուշադրությունը հենց եվրոպացիների կարծիքների նկատմամբ 2024 թվականի դեկտեմբերի վերջին Պոլիտիկոն հաղորդել էր, որ ֆոն դեր Լայենը ավելի ու ավելի էր նյարդայնացում Եվրամիության իշխող շրջանակներին իր որոշումների կայացման ոճի պատճառով։ Պակիստանի վարչապետի օգնական Սաիդ Թարիք Ֆաթեմին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Պակիստանի վարչապետի գրավոր ուղերձը, հաղորդում է ՌԻԱ Նովեստին հղումանելով Մոսկվայում Պակիստանի դեսպանատանը։ Երեքշաբթի օրվա հանդիպման ժամանակ Ֆաթեմին փոխանցեց վարչապետ Շահբազ Շարիֆի բարեմաղթանքները եւ արտահայտեց Պակիստանի ղեկավարության ցանկությունը ընդլայնելու երկկողմ համագործակցությունը Ռուսաստանի հետ հարցերի լայն շրջանակների շուրջ, այդ թվում էներգետիկայի, տրանսպորտային կապի եւ առևտրի ոլորտներում։ Պակիստանի վարչապետի օգնականը ըստ տեղեկությունների նաեւ մանրամասնորեն ներկայացրել է ռուսական կողմին Հարավային Ասիայում տեղի ունեցող զարգացումները, ներկայացնելով Պակիստանի դիրքորոշումը լարվածության սրման վտանգի վերաբերյալ։ Մասնավորապես նա ներկայացրել է Հնդկաստանի կողմից Ինդոսի ջրերի մասին պայմանագրի համաձայն ջրի մատակարարումը կրճատելու սպառնալիքի շուրջ հետևանքները։ Վլադիմիր Զելինսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Վաշինգտոնում հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ եւ պատմել նրան հունիսի 2-ին Ստամբուլում Ռուսաստանի հետ կայացած բանակցությունների մասին։ Վաշինգտոնում թիմի հետ միասին ես հանդիպեցի Քիթ Քելլոգի հետ։ Մենք քննարկեցինք ռազմաճակատում տիրող իրավիճակը, Ստամբուլում կայացած հանդիպումների արդյունքները, գրել է Երմակը իր Telegram ալիքում։ Միևնույն ժամանակ Ստամբուլում բանակցությունների նախօրեին Զելենսկու գրասենյակը հույս հայտնեց Քելլոգի կամ ԱՄՆ-ից եւ Եվրոպայից այլ պատվիրակների մասնակցության վերաբերյալ, սակայն պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը հայտարարեց, որ բանակցությունները պետք է անցկացվեն անմիջապես Մոսկվայի եւ Կիևի միջև։ Երմակը Քելլոգի հետ զրույցում նաեւ բարձրացրել է Կիևին ռազմական օգնության հարցը։ Զելենսկին նախկինում բողոքել էր, որ Ուկրաինան պատրաստ է վճարել 15 միլիարդ ԱՄՆ դոլար 10 Patriot համակարգերի համար, սակայն Վաշինգտոնը հրաժարվել է վաճառել համակարգերը։ Եվրամիության կառույցները շարունակում են Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու իրենց փորձերը, հայտնել է Պետդումայի անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարևը։ Խորհրդականի խոսքով Եվրախորհրդարանում հայտարարվել է Ռուսաստանի Դաշնությունում ժողովրդավարական ուժերին աջակցելու հարցի շուրջ արտագաղթողների մասնակցությամբ քննարկումների մասին։ Պիսկարևը նշել է, որ նման միջոցառումներ պարբերաբար անցկացվում են 2024 թվականից ի վեր, ինչպես նաև ԵՄ երկրներում հակառուսական համաժողովներ են անցկացվում։ Պատգամավորը պնդում է, որ Արևմուտքը ֆինանսավորում է այն անձանց, ովքեր աջակցում են Ուկրաինայի զինված ուժերի գործողություններին եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Ռուսաստանի Դաշնությունում նման ընդդիմությունը կողմնակիցներ չունի, ընդգծել է նա։ Հնդկաստանի զինված ուժերը պետք է զգոն մնան Պակիստանի դեմ ընթացող Սինդուր գործողության պատճառով, հայտնել է Պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանը։ Սինդուր գործողությունը դեռ չի ավարտվել, այն շարունակվում է, սա ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցում է, անհրաժեշտ է զգոն մնալ, ասել է Պաշտպանության շտաբի պետը։ Չաուհանը հավելել է, որ Հնդկաստանը չի ցանկանում երկարատև հակամարտության մեջ մտնել Պակիստանի հետ, ասելով, որ մարտերը թանկարժեք են։ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարան սեպտեմբերին կայցելի Միացյալ Նահանգներ, հաղորդում է Սիրիա հեռուստաալիքը։ Նշվում է, որ Ալ-Շարան ելույթ կունենա նաև ՄԱԿ-ի նիստում։ Սա Սիրիայի նախագահի առաջին ելույթն է համաշխարհային կազմակերպությունում վերջին 60 տարվա ընթացքում։ Սիրիայի ժամանակավոր կառավարությունը ձևավորվել է 2024 թվականի դեկտեմբերի 9-ին Բաշար Ալ-Ասադի ռեժիմի անկումից հետո։ 2025 թվականի հունվարի 29-ին Ժողովրդական խորհուրդը բարձրագույն օրենսդիր մարմինը պաշտոնապես լուծարվել է եւ անցումային կառավարությունը հայտարարել է ժամանակավոր օրենսդիր
ազգային խորհրդի ընտրությունների մասին։ 2025 թվականի մարտի 29-ին առաջին անցումային կառավարությունն ավարտել է իր աշխատանքը եւ փոխարինվել երկրորդ անցումային կառավարության։ Վարչապետի պաշտոնը վերացվել է եւ կառավարությունը գլխավորել է Սիրիայի նախագահ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախապես չի տեղեկացվել Ուկրաինայի կողմից Ռուսաստանում գտնվող ավիաբազաների վրա ահաբեկչական հարձակումների ծրագրերի մասին, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա այդպիսին չէր, ասաց նա, երբ լրագրողների հարցին, թե արդյոք Թրամփը տեղեկացված էր սպասվող հարձակման մասին, նա պատասխանեց. ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Սթիվ Բենոնը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումները կարող են բացասական հետևանքներ ունենալ Վաշինգտոնի համար։ Քաղաքական գործչի խոսքով, եթե ԱՄՆ-ն ներգրաված է եղել հարվածների պլանավորման մեջ, դա ստեղծում է իրավիճակի սրման ռիսկեր։ Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կոչ է արել դադարեցնել Միավորված ազգերի կազմակերպության ՄԱԿ ֆինանսավորումը։ Այսպես է միլիարդատերը մեկնաբանել տեսանյութը, որում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խոսում է թվային հարթակների օգտագործման մասին մարդկանց մոլորեցնելու եւ ատելություն կազմակերպելու համար։ Այս պատկերները հրապարակած օգտատերը նշել է, որ համաշխարհային կազմակերպությունը իբր պատերազմ է հայտարարել խոսքի ազատությանը։ Կասեցրեք, ՄԱԿ-ի ֆինանսավորումը գրել է Մասկը։ Գերմանիայում Volkswagen AG խմբի ավելի քան 20,000 աշխատակիցներ համաձայնել են վաղաժամկետ դադարեցնել իրենց աշխատանքային պայմանագրերը եւ ստանալ արձակման փոխհատուցում։ Նրանք կհեռանան ընկերությունից առաջիկա 4 տարիների ընթացքում, հաղորդում է Bild-ը, հղում անելով խմբի տնօրենների խորհրդին։ Հրատարակությունը նշում է, որ նպաստի չափը ուղղակիորեն կախված կլինի աշխատակցի աշխատանքային ստաժից։ Միաժամանակ այնտեղ նշված առավելագույն գումարը 400,000 եվրո է։ Կոնցեռնը պլանավորել է կրճատել իր աշխատուժը մինչև 2030 թվականը։ Ավտոմեքենաների պահանջարկի անկման պատճառով այս ժամկետում Volkswagen-ը պլանավորում է կրճատել 35,000 մարդու։ Սկզբում խոսակցություններ էին շրջանառվում Գերմանիայում ընկերության մի քանի արտադրական օբյեկտներ փակելու մասին, սակայն IG Metall արմիությունը հույս ունի խուսափել դրանից։ Երկարատև հիվանդությունից հետո այսօր մահացել է Վահան Շիրխանյանը։ Նա 77 տարեկան էր։ Շիրխանյանն ընտրվել էր Հայաստանի Գերագույն խորհրդի падգամավոր, ԳԽ պաշտպանության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Աշխատել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար, Հայաստանի նախագահի խորհրդական հատուկ ծրագրերի գծով կառավարության 10-րդ վարչության պետ։ Եղել է ՀՀՇ խմբակցության անդամ։ Հունիսի 3-ին Հայաստանում արձանագրվել է արևմտյան նեղոցի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից։ Արևմտյան նեղոցի տենդը հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող տրանսմիսիվ վիրուսային հիվանդություն է։ Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում, այն ունի հստակ արտահայտված սեզոնայնություն հունիսից մինչև հոկտեմբեր, պայմանավորված մոծակների բազմացման եւ տարածման համար բարենպաստ պայմաններով։ Վարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշաններ չեն զարգանում։ Կլինիկական ախտանշաններն են գլխացավ, մկանացավ, ցան, հոդացավ, գլխապտույտ, իսկ ծանր դեպքերում մինինգիտ, էնցեֆալիտ, ինչպես նաեւ կենտրոնական կամ ծայրամասային նյարդային համակարգի ախտահարման նշաններ։ Հունիսի 3-ին Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ընդունել է ուխտավորաբար Հայաստան եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածին ժամանած Մելկիտ հունակաթոլիկ եկեղեցու Լիբանանի եւ Զահլե եւ Ֆուրզոլի թեմի առաջնորդ Իբրահիմ եպիսկոպոս Իբրահիմին, Անտիոքի եւ Համայն Արևելքի հույն ուղափառ եկեղեցու Լիբանանի Զահլեի եւ Բաալբեքի թեմի առաջնորդ միտրոպոլիտ Անտուան Էլ-Սուրիին, ուղեկցությամբ Gardenia Leibniz Farms ընկերության հիմնադիր տնօրեն Նիկոլաս Աբու Ֆայսալի։ Ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունն է բերել հյուրերին գոհունակությամբ անդրադառնալով քույր եկեղեցիների հետ առկա փոխհարաբերություններին։ Իրենց հերթին հյուրերը շնորհակալություն են հայտնել ամենայն հայոց հայրապետին ընդունելության համար, իրենց զորակցությունն ու աղոթակցությունը բերելով հայ եկեղեցուն եւ հայ ժողովրդին։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում հունիսի 4-ի ցերեկը 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում։ Հունիսի 5-ին 7-ից 9-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-ից 7-ին գիշերը եւ կեսօրից հետո, 9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։
Հունիսի 3-ը առանձին հատվածներում անձրևները կլինեն հոլդառատ։ Հունիսի 5-ին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 4-ից 3-ը կնվազի եւս 2-ից 3 աստիճանով։ 5-ից 9-ին աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։